Կառավարությունը ես եմ։ Չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ Գոյություն ունի մի շատ հետաքրքիր հոգեպաթոլոգիկ ֆենոմեն, որը կոչվում է կեսարևոբիզումիա, ու այս մասին դեռևս 18-ից 19-րդ դարում պատմաբանները, հետազոտող պատմաբանները սկսել են կոչել այն ֆենոմենը, այն երևույթը, այն պաթոլոգիկ երևույթը, որը տեղի է ունենում հին հռոմեական կայսրերի հետ գահակալման ընթացքում։ Կլինիկական դրսևորումները։ Իշխանություն ունեցող անձը զառանցում է, որ ամենակարող է և աստվածացնում է իրեն։ Այս ամենը կոչվում է մանիա վիլիչիա։ Հաջորդ տեղում է անկանխատեսելիությունը, սադիզմը և դաժանության անկառավարելի պոռթկումները։ Պարանոյա, այսինքն կասկածամտություն, ու իշխանություն ունեցող անձը անընդհատ վախերի, տագնապների ու կասկածների մեջ է, որ իրեն կարող են գահանկեցանեն, ուստի շատ են ձերբակալությունները ու անհիմն այն ժամանակ մահապատիժները։ Պարտադիր հիպերսեքսուալություն կամ սեռական վարքի աղավաղումներ, դե օրինակ սեռական ցանկություն արձանների կամ կտավների հանդեպ։ Ու վերջին կլինիկական դրսևորումը փսիխոզներին բնորոշ ախտանիշներ, ինչպես նաև տրամադրության շատ կտրուկ տատանումներ։